Հասարակության ձայնը մեր եթերում, հարթակ։ Բարի օր, եթերում հարթակ հաղորդաշարն է։ Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի հարթակ հաղորդաշարի մի քանի թողարկումը նվիրելու ենք Հայաստանում բնակվող սփյուռքահայ երիտասարդների խնդիրների քննարկմանը։ Հեռանկարային զարգացման կենտրոն հասարակական կազմակերպությունը իրականացրել է Երևանի պետական բուհերում սովորող սփյուռքահայ ուսանողների սոցիալական եւ կրթական կարիքների ուսումնասիրություն ծրագիր։ Մեր նախորդ թողարկման ընթացքում անդրադարձանք ծրագրի նպատակներին ու մեր հայրենակիցների սոցիալական խնդիրներին։ Սփյուռքահայ ուսանողները բազմաթիվ խնդիրներ են ունենում կապված կրթության, ինտեգրման, ադապտացվելու, միջանձնային հաղորդակցության եւ ներգրավվածության հետ։ Այսօր անդրադառնալու ենք սփյուռքահայ ուսանողների կրթական խնդրին։ Քիչ անց տաղավարում իմ հյուրն է լինելու Սփյուռքահայ ուսանողների խորհրդի հիմնադիր նախագահ Սամվել Մկոյանը։ Իսկ մինչ այդ առաջարկում են լսել ուսանողներին եւ տեղեկանալ, թե ինչ խոչընդոտների են նրանք հանդիպում ուսանելու տարիներին։ Սփյուռքի մեր որոշ հայրենակիցներ նախընտրում են սովորել Հայաստանի բուհերում։ Նրանց այստեղ գալու պատճառները տարբեր են։ Սիրիայից եկածները հիմնականում որպես պատճառ նշում են պատերազմը։ Ռուսաստանից ենք, բայց իմ հայրիկը զինվորական է եւ Ռուսաստանից ուղարկել են այստեղ աշխատելու։ Արմավիր քաղաքից եմ։ Հիմա ես Արմավիրից Արմավիր եմ եկել։ Նա ստացվեց, որ ես Ռուսաստանում եմ կրթություն ստացել։ Վերջացրել եմ ստեղ 11-րդ դասարանը այլ ռուսական դպրոցում եմ ավարտել ու ստեղ մի հատ խնդիր կար, որ ես հայերեն ընդհանրապես չգիտեի։ Մենք որոշել ենք, որ պետք է ընդունվենք Բրուսովի համալսարանը, ռուսական ֆակուլտետը եւ արդեն 4 տարի այդտեղ սովորում ենք։ Իմ բարակային արդեն նախքան ասենք Սիրիա խնդիրները սկսել է, ծնողքս բավականին մտածել էր, որ ասենք որովհետեւ իրանք էլ այստեղ էին կրթություն ստացել, նույնպես էլ ասենք ինձ այստեղ ուղարկեին։ Ու անշուշտ պատերազմը ասենք այն խնդիրները որ սկսեցին, ամենալավ հարմար տարբերակը Օսման բարակայի հետ կապված Հայաստանն։ Մենք 2013 թվականին արդեն որ այստեղ եկա եւ համեմատաբար այնտեղի հետ նկատեց, որ այո, այստեղ ավելի լավ է։ Սովորում եմ Հայաստանի agrarային համալսարանում, անասնաբուժական, սիրում եմ այդ պրոֆեսը, ուղղակի իմ պապն էլ ավարտել է մասնագիտությունը, ես էլ կենդանիներին շատ եմ սիրում, դրա համար ընտրել եմ այդ։ Իսկ ես 2006-ին արդեն առաջին փորձառությունս էր Հայաստանի մեջ, որ մի տարի պոլիտեխնիկ ավարտել էի արդեն, վերջը ավելի դժվար էր պայմանները այն ժամանակ, արդեն բարձր որ պիտի մուծեինք 650,000 $300 300 շատ տանկ էր, ասի գնանք Սիրիա, այնտեղ որ անձնական համալսարանները բացվեց, պատերազմը սկսեց, գնացի Լիբանան 2 տարի այնտեղ աշխատել էի, ուզեցի այնտեղ սովորեմ, բայց շատ տանկ էր, տարին մի 10-20,000 պիտի ծախսես ուսման համար եւ 0-ից իհարկե, քանի սիրիական ուսումը չեն տոնված Լիբանանի մեջ։ Հետո որոշեցի, որ այստեղ կամ եւ բարեգործական միությունը, որ օգնում էր արդեն 75% ինքնամուծում, ասի ոնց որ հարմար տարբերակ է, կգամ այստեղ կշարունակեմ, 3-րդ կուրս ընդունվեցի, 3-րդ այս տարի արդեն 4-րդ կուրս կավարտեմ։ Թեպետ այստեղ գալու նրանց պատճառները տարբեր են, սակայն կրթության առումով գրեթե բոլորի համար խնդիրները նույնն են։ Առաջինը դա հայերեն չիմանալն է, որը անհնարին է դարձնում կրթությունը։ Մեզ սովորած ինչքան հայերեն մեր հայերեն իմանալը առաջին եւ երկրորդ կուրսերում էր եւ բնականաբար խնդիրներով, որովհետեւ մենք սկսել ենք տարերից 0-ից եւ թռնելով, սկի բառերը չենք սովորում։ Մենք սկսել ենք արդեն գրել նախադասություններ եւ մեզ տալիս են տնային հանրարարություն, որպես գրենք շարադրություն եւ դա մեզ համար շատ դժվար էր։ Ուսման հետ կապված հենց ես էլ սպասում եի, որ ասենք ավելի հեշտությամբ ինտեգրեմ այդ մթնոլորտին, կամ ասենք իմ անշուշտ մեթոդը, որ տարբեր էր Սիրիայից եւ ասենք ավելի հեշտություններ կլինեին, այդքան ասենք փախտած ասենք իմ պատկերացման եւ ներկա վիճակը ասենք մի քիչ տարբեր էին։ Հայերենով անշուշտ լինելը այն էլ բավականին դերուներ, որ մենք այդքան տարի ասենք արաբերենի վարժվել էինք ու այստեղ գալուց այդ հայերենը այն մի կողմից մի խնդիր, ու մյուս կողմից էլ ասենք մեթոդները լրիվ տարբեր լինելը։ Համոտենալ մեկին չոբան հարցնել, հետո ծանոթանալ իմ համար դա հեչ խնդիր չի ու ամենադած երևի բարդ բանը դա սկզբից մեկին չոբան բացատրելն է, որովհետև այդ լեզվի խնդիրն է։ Ամենամեծ եւ երևի ամենակարևորը դա է, հեչ ոչ մի խնդիր չկար։ Դասերի առումով համալսարանում մեծ սկզբանե մեզ եւ մի քանի հոգի ունենք Սիրիայից եկած հայեր, որոնք էլի խնդիր ունեն հայերեն լեզվի հետ, ու տենց շատ լավ դասախոսներ կային, ուղղակի Հայաստանում դեռ չկան ինչ-որ այդպես կոնկրետ փորձ,
ինչ որ ուրիշ օտար երկրից եկած հայերին ինչ որ բացատրել կամ սովորեցնել լեզուն։ Մենք չենք հասկանում ինչի համար մենք պիտի սովորենք հայերեն լեզուն։ Ճիշտ է, սկզբից մեզ սկզբից բացատրել են, որ ձեր անգլերեն լեզվի համար դուք պիտի սովորեք հայերենը, որովհետև հայերեն լեզվում ինչ որ տենց ժամանակները նույնն են։ Ժամանակները նույնն անգլերենի հետ եւ այդ հնչյունները։ Մենք սկսել ենք հայերեն սովորել տարերից, բայց հետո վրազ մեզ սկսեցի բառեր տալ, որտեղ մենք պիտի գրեինք ու բայց այն պահը, որ դու ուզում ես մի բան սովորես, բայց չի ստացվում, որտեղ դու ընդհանրապես չես հասկանում մասը։ Ինչքան էլ սովորես հայերենը, դու կայ միջև կյանքիդ վերջը կարողես սովորես ու չես սովորել։ Ոնց որ իմ դասախոսը մի անգամ ասեց, ես երևի միջև կյանքից վերջը հիշել եմ իր ասվածքը։ Օտար լեզուն կարող ես սովորել մի տարվա ընթացքում, բայց քո հայրենի լեզուն միջև կյանքիդ վերջը ես սովորել։ Ուսանողների համար խնդիրներ են նաև բուհերում կրթական համակարգի դասավանդման մեթոդը, որոշ դասախոսների հետ լեզու չգտնելն ու խրթին դասագրքերը։ Մեր բոլոր դասախոսներն էլ խիստ են, այդ կա։ Բայց օրինակ եթե ինչ-որ բան կա, հասկանում են նորից բացատրել կա, եթե ինչ-որ անհասկանալի բան կա, ոչ թե մի անգամ ասել ու վերջ, հասկացար, այսինքն մեր կուրսում ուզում եմ ասել, որ կան ամենաներ, ընդամենը 3 հոգի։ Իրանք հասկանում են շատ միանգամից, իսկ մյուսներս փորձում ենք հասկանալ երկրորդ անգամ կրկնելուց, բայց այդ տեղի չի ունենում, չգիտես ինչի։ Այսինքն եթե ինքը ասում է հասկացար, դու ասում ես չէ, ինքը ասում է ուրեմն դու անկեղծ ես։ Կար մի դասախոսներ կան, որ շատ խտրություն գտնեն արտասահմանցի եւ հայաստանցիների մեջ, այսինքն ուղղակի պետք է ասեն, որ երեսից կուտան, որ ասենք քնակ ու արտասահմանցի ընկերներուդ մոտ ինձ մի կար մի հարցներ, ինձ դենց մի աներ, կուկա ցածր կգնահատե, այսինքն եթե ինքը իմ դասախոսս է, որ իմ տապանս պետք է, գործս պետք է պաշտպանել, ինքը չի պաշտպանում։ Գրքերի հետ կապված իրականության մեծամասնությունը ռուսերեն է։ Չիմացողը որոշ չափով պիտի զրկվի որոշ գիտելիքներ են։ Զանգալի լիներ օտար գրականություն, օտար լեզվով, համարժեքներ, քանի որ կան արդեն դուրս են մարդիկ, այդ կողմը բացվեր, այսինքն ծրագրին համեմատ նային ծրագիրը ինչ գրքեր կընդգրկե ու համարժեքներ կընտրեին օտար լեզուներով, որպես երբ որ ասենք դասախոսը հանձնարարի ասինչ ռուսերեն գիրքը, միաժամանակ հայտարարի, որ կա օտար լեզվով հետևյալը, որ համարժեք է եւ կարդացողը նույնքան գիտելիք կստանա, ինչ որ մյուսը։ Որ համալսարան գնում եմ, շատ գա բաներ հասկանում եմ, գա բաներ ընդհանրապես չեմ հասկանում։ Շատ առարկաներ կան, իսկ անունը չեմ գիտեր ինչ իմաստ է առարկային։ Էդի մեծ խնդիր է իմ համար։ Եթե ես ճուզեցի ինչ որ այս ոլորտի մեջ օրինակ տնտեսագիտության մեջ ես ինձ զորացնեմ, ես գարտամ ինչ որ գիրքեր դարբեր լեզվով եւ զարգանա իմ տնտեսական խելքը, անշուշտ եթե համալսարան ուժ դիտամ, չէ, ես ոչ մի բան չեմ հասկանում։ Մեր հասարակությունը Սփյուռքի երիտասարդներից շատ բան ունի սովորելու։ Նրանք իրենց հետ բերել են ամենակարևորը՝ անկեղծությունը։ Ինձ համար հայ ընդդալու համար մենակ բավարար չի ասենք հայերեն խոսիլ, հայերեն հասկանալ կամ Հայաստանի մեջ ապրել։ Հայ ընդդալինք բանի հատկանիշներ են, մարդու սկզբունքներն են, մարդու հավատալիքներն են, մարդու գենսալն է, ամբողջը գմտնի հայ ընդդալու մեջ։ Մարդը ինչ վերաբերմունք ունի, մարդը ինչ մտածելակերպ ունի, մարդը ինչ մոդեցում ունի գաղտնախնդիրներու մեջ։ Եթե ասխասեր է, հայրենասեր է, բոլորը կապված է հայ լալու հետ։ Այսինքն ես հայ չեմ գրնար նկատել մեկը, որ հայերեն գխոսի, բայց ասենք հետաքրքրված չէ Հայաստանով, հետաքրքրված չէ հայ ժողովուրդով, ինձ համար այդ իր ժողովուրդին հերացած մարդ է, ան որ իր բաժինը չի փերեր այդ երկրին համար, ժողովուրդին համար։ Ես բարդակտիվ պայման կտեսնեմ հայ լալու համար այդ մարդուն մասնակցությունը, այդ հայրենիքի գերտման, այդ ժողովրդի զարգացման, հզորացման մեջ։ Հանրային ռադիոյի եթերում շարունակվում է հարթակ հաղորդաշարը։
Այս պահին տաղավարում իմ հյուրն է Սփյուռքահայ ուսանողների կրթական եւ սոցիալական կարիքների ուսումնասիրություն ծրագրի սոցիոլոգ Անահիտ Դավթյանը։ Բարի օր, Անահիտ։ Բարև ձեզ։ Անահիտ, ինչպես հասկացա արդեն, դուք բազմածավալ ուսումնասիրություն եք անցկացրել այս ոլորտում եւ կարող եք պատասխանել ինձ հետաքրքրող մի քանի հարցերի։ Նախ ուզում եմ հասկանալ, ինչու են Սփյուռքահայ ուսանողները գալիս Հայաստան սովորելու, ինչպես են դա նրանք բացատրում։ Ասեմ, որ Սփյուռքահայ ուսանողների համար Հայաստանում սովորելու հանգամանքը պայմանավորված է ոչ թե ռացիոնալ գործոններով, այլ հիմնված է էմոցիոնալ կապի վրա։ Այսինքն Սփյուռքահայ ուսանողը երկիր ընտրելիս չի առաջնորդվում կրթական համակարգերի համեմատությամբ տարբեր երկրներում, այլ ուղղորդվում է այն հանգամանքով, որ Հայաստանը իր հայրենիքն է, եթե Հայաստան չգնա, ուր պետք է գնա սկզբունքով։ Իսկ ինչպես է տեղի ունենում բուհի ընտրությունը, ինչու են ընտրում այս կամ այն բարձրագույն ուսումնական հաստատությունը։ Այս կամ այն ուսումնական հաստատության ընտրությունը պայմանավորված է տարբեր սուբյեկտիվ գործոններով, այդ թվում տվյալ բուհում հեշտ է սովորելը կամ տվյալ բուհը հեղինակություն է վայելում հասարակության շրջանում կամ կան մասնագիտություններ, որ միայն տվյալ բուհն է պատրաստում տվյալ մասնագիտությունը եւ ուսանողներ իրենց հետաքրքրություններից ելնելով ընտրում են այս կամ այն բուհը։ Իսկ հետաքրքիր է, ունեք տվյալներ այն մասին, թե հատկապես որ բուհի պահանջարկն է ավելի շատ Սփյուռքահայ ուսանողների մոտ։ Սփյուռքահայ ուսանողները առաջնորդվում են այն սկզբունքով, թե իրենց ծանոթը որտեղ է ավարտել, որ բուհում է սովորել եւ արդյոք ավարտելուց հետո աշխատանք գտել է, ինչով է զբաղվում ավարտելուց հետո, այդ սկզբունքով են առաջնորդվում։ Ավելի շատ հավատում են, վստահում են ինչ որ մեկի փորձին։ Հա, իհարկե։ Իսկ արդյոք նրանք գոհ են Հայաստանում ստացած իրենց կրթության որակից։ Այս հարցում պետք է հիասթափեցնեմ, քանի որ Սփյուռքահայ ուսանողները, չնայած նրան, որ կարևորում են Հայաստանում բարձրագույն կրթություն ստանալու հանգամանքը, այնուամենայնիվ գտնում են, որ Հայաստանի պետական բուհերը չեն պատրաստում որակյալ կադրեր, մասնավորապես ուսանողների ակնկալիքները կապված կրթության հետ արդարացված չեն, ինչն էլ բացասական ազդեցություն է ունենում նրանց սոցիալական ինքնազգացողության վրա։ Սփյուռքահայ ուսանողները հիմնականում դժգոհում են ուսումնական մեթոդներից, ծրագրերից, գործնական աշխատանքներից, գրադարանների աշխատանքներից, հագեցվածությունից, հաճախ նշում են, որ համակարգչային ծրագրերը, ինֆորմատիկա առարկաները, դասախոսները բացատրում են գրատախտակի վրա, ինչը մեր օրերում կարծես թե ծիծաղելի է։ Իսկ արդյոք այս ցուցակում առաջնահերթ չէ արդյոք լեզվի խնդիրը, չէ՞ որ կա նաև լեզվի խնդիր Սփյուռքահայ ուսանողների մոտ։ Լեզվի խնդիրը իհարկե առաջնային է, քանի որ Սփյուռքահայ ուսանողը գալով օտար երկրից, այստեղ քիչ չէ չի տիրապետում արևելահայերենին կամ նշում է, որ դասագրքերը գրված են շատ բարդ հայերենով, նաև գաղտնիք չէ, որ մեզ մոտ բուհերում գրականության հիմնական մասը ռուսալեզու կամ անգլալեզու է, որը եւս դժվարություններ է առաջացնում Սփյուռքահայ ուսանողների մոտ։ Անայդ, իսկ արդյոք ինչպես են նրանք պատկերացնում հետագայում իրենց աշխատանք գտնելը, հավատում են, որ դա կարելի է անել Հայաստանում, թե ամեն դեպքում այստեղ կսովորեն եւ կհեռանան երկրից։ Սփյուռքահայ ուսանողները գտնում են, որ Հայաստանում աշխատանք գտնելը այն էլ նրանց խոսքերով ասած նորմալ աշխատավարձով այսօր շատ բարդ գործընթաց է եւ նրանք կարծում են, որ Հայաստանի բուհերը չեն պատրաստում այնպիսի մասնագետներ, որ ավարտելուց անմիջապես հետո դու կարողանաս գտնել աշխատանք, անպայման անհրաժեշտ է վերապատրաստում դրսում, սա նրանց կարծիքն է։ Իսկ Հայաստանում մնալու հետ կապված նրանք ինչ ծրագրեր ունեն հիմնականում։ Հայաստանում մնալու հետ կապված նրանք նշում են, որ որտեղ գտնեն համապատասխան աշխատանք, այնտեղ էլ կշարունակեն ապրել, այսինքն դա կապված չէ, որ Հայաստանը իրենց հայրենիքն է, այստեղ լավ է, այստեղ մնալու են։ Այսօրվա պայմանները ստիպում են, որպեսզի ապրեն այն երկրում, որտեղի պայմանները կապահովեն ավելի բարեկեցիկ կյանք։ Փաստորեն ուսանողները ստիպված են լինում հեռանալ, այսինքն մենք այս ոլորտում ունենք բավականին մեծ անելիք։ Այո, Սփյուռքահայ ուսանողները կանխավ գիտակցում են, որ գալով ուրիշ երկիր ունենալու են դժվարություններ, սակայն իրենց սպասումներն ու արկա իրավիճակը չեն համապատասխանում իրենց, այստեղ դժվարություններն ավելի շատ են լինում իրենց համար։ Դե ինչ Անահիտ, հուսանք, որ Սփյուռքահայ ուսանողների կրթական եւ սոցիալական կարիքների ուսումնասիրություն ծրագրի տվյալները բարձրաձայնելուց հետո ինչ որ փոփոխություններ կլինեն եւ ամեն դեպքում մեր ուսանողները կարողանան այստեղ ոչ միայն ստանալ բավարար կրթություն, այլև հետո աշխատանք գտնել եւ մնալ մեր երկրում։ Շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար, իսկ մենք սիրելի ռադիո լսողներ շարունակում ենք։ Հանրային ռադիոյի եթերում շարունակվում է հարթակ հաղորդաշարը։ Այս պահին իմ հյուրը Սփյուռքահայ ուսանողների խորհրդի հիմնադիր նախագահ Սամվել Մկոյանն է։ Բարև ձեզ։ Այս տարվա տվյալներով Հայաստանի բուհերում քանի Սփյուռքահայ ուսանող է սովորում եւ որ երկրից է գերակշռող մասը նրանց։ Բարև ձեզ եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ Սփյուռքահայ ուսանողներին ուշադրության կենտրոնում եք պահում, դա շատ կարեւոր է ուսանողների համար։ Ուսանողների թվի մասին խոսելիս նշեմ, որ Հայաստանում հիմա սովորում եմ 4000-ից ավելի Սփյուռքահայ երիտասարդ, Սփյուռքահայ ուսանող, որոնցից մոտ 1800-ը Վրաստանից են եւ զգալի հատվածը Ջավախից են բնականաբար, այնուհետեւ 1400 կազմում են Ռուսաստանից եկած ուսանողները,
Ըստ սոցիոլոգիական հարցումների, հայրենիք վերադարձածների համար ամենադժվարը լեզվի խոչընդոտն է, որի արմատները շատ ավելի խորն են, քան մենք կարծում ենք։ Ըստ ձեզ ուսանողների քանի տոկոսն ունի այդ խնդիրը, լեզվական։ Լեզվի մասով կուզենամ տարանջատեմ հետևյալը. կախված ուսանողը որ երկրից է գալիս։ Եթե գալիս է ուսանողը Սիրիայից, Իրանից կամ Մեծավոր Արևելքի տարածքից, այստեղ նաև խնդիր են ունենում արևելահայերինի հետ կապված։ Այսինքն այդ տարանջատումը շատ կարևոր է։ Օրինակ Սիրիայից եկած ուսանողը ռուսերենից ընդհանրապես չի տիրապետում, բնականաբար, եւ այստեղ, քանի որ մեր բուհերում հաճախ գրականությունը լինում է նաև ռուսերենով, այդ դեպքում նա չի կարողանում սովորել։ Հայոց լեզվի հետ կապված խնդիր ունենում է։ Օրինակ Ջավախքից եկած հայերը լեզվի խնդիր չունեն։ Կա այստեղ բարբառային խնդիր եւ կա որոշակի շեշտադրման եւ մի քիչ գրական խոսելու, ավելի շուտ այստեղ կուզենամ նշել երևանցիների հետ շփվելու երևանյան լեզվի դրա հետ կապված է խնդիր առաջանում, այսինքն որը հարմանման խնդիր կարող առաջանալ։ Գործը անշուշտ բարդացնում է լեզվամտածողության եւ դասավանդման մեթոդների տարբերությունը։ Ուսանողները ասում են, որ մեր բուհերն ավելի շուտ դպրոց են հիշեցնում, ինչը նրանց հնարավորություն չի ընձեռում ուսումը համատեղել աշխատանքի հետ։ Դուք ինչպես եք կարծում։ Իրականում դա ուսումնական համակարգի մասին է խոսքը։ Այստեղ մի քիչ դժվար է հաստատ պնդել ինչ-որ մի կարծիք։ Իրականում բակալավրիատում Հայաստանի բուհերում ավելի խիստ է եւ բնականաբար 5 օրյա նույնիսկ նախապատրաստական լինում է 6 օրյա դասեր, որը իհարկե աշխատանքի հետ շատ բարդ է համատեղել։ Բայց եկեք նաև փաստ արձանագրենք, որ հատկապես վերջի շրջանում Սիրիայի ուսանողները, ինչու ոչ նաև մնացած երկրից եկած ուսանողները փորձում են ամեն դեպքում համատեղել։ Իհարկե դա այդքան հեշտ բան չի։ Նույնն էլ ես կարող եմ ասել աշխատանքից զատ հասարակական գործունեության մասին։ Մեր հարցումների արդյունքում եւս պարզվեց մի բան, որ ուսանողները խնդիր ունեն նաև վարձավճարների հետ։ Ով է ֆինանսավորում Սփյուռքի ուսանողների կրթությունը եւ արդյոք դա բավարար է։ Ուսման վարձերի մասով հետեւյալ խնդիրները գոյություն ունեն։ Նախ բնականաբար սոցիալապես անհապաղ ուսանողները ընդհանրապես վճարելու խնդիր ունեն։ Երկրորդ սփյուռքահայ ուսանողները ավելին են վճարում խոշոր Հայաստանի բուհերում, քան տեղացի հայերը։ Իսկ նաև երրորդ մրցակցային սովորելու իրավունքից են հիմնականում զրկված, այսինքն նրանք լինելով գերազանցիկ եւ զեղչային համակարգից եւ անվճար լինելու իրավունքից զրկված են լինում։ Իսկ ուսման վարձերը վճարելու մասով նշեմ Հայաստանի Հանրապետությունը պետպատվեր համակարգով ունի նախատեսված տեղեր։ Դրանք հիմնականում հայագիտական ոլորտներում են։ Բացի դրանից, հատկապես սիրիահայ ուսանողների համար կան բարերարներ, կան հիմնադրամներ, որոնք 3-4 տարի է Սփյուռքի նախարարության նաև աջակցությամբ ֆինանսավորում եւ հովանավորում են, վճարում են, եթե չեմ սխալվում, 75 կամ 70%-ը, մնացած այդ փոքր հատվածը վճարում է ինքը ուսանողը։ Բայց մնացած երկրից եկած ուսանողների համար նախատեսված չի։ Բնականաբար այս սոցիալական խնդիրները լուծելու համար ուսանողները ստիպված են լինում աշխատել։ Սոցիալական խնդիրները եւ դրա հետևանքները որքանով կարող են ազդել կրթության վրա։ Բնականաբար հիմա այն շրջանն է, հատկապես Հայաստանում, որ սոցիալական վիճակը շատ մեծ նշանակություն ունի սովորելու համար։ Հատկապես որ կան բուհեր, որ վճարում են նույնիսկ 1 միլիոն եւ ավելի գումար։ Դա մեծ հսկայական գումար է։ Իհարկե պետությունը բարերարների օգնությամբ, այսպես ասած, հնարավոր մեխանիզմներ պետք է մշակվի, որպեսզի այդ խնդիրը որոշակի առումով լուծվի։ Նաև վերջի շրջանում կա, այսպես ասած, ուսանողական վարկեր հասկացությունը, որը փոքրինչ օգնություն է։ Մեղմում է իրավիճակը։ Միգուցե։ Բայց իմ հարցը հետեւյալն է. արդյոք դա կարող է ազդել կրթության որակի վրա, այսինքն աշխատանքը կարող է ժամանակ խլել եւ ուսանողը չստանա այն կրթությունը, որը անհրաժեշտ է իրեն։ Միանշանակ բակալավրում սովորելու ընթացքում դա կարող է ազդել։ Մի մասով, երբ որ նա սովորումը, համաշխատումը կարող է շատ բաներ բաց թողել, բնականաբար, որովհետեւ իրականում շատ բարդ է, խտացված ռեժիմով են սովորում։ Բացի դրանից կլինեն նաեւ խելացի մարդիկ, ովքեր ուղղակի հնարավորություն չեն ունենալ դիմել բուհ։ Ուսանողները նշում են նաև, որ իրենց չի բավարարում կրթության մակարդակը։ Նրանց կարծիքով Հայաստանում բուհը ավարտելով հնարավոր չէ դառնալ լավ մասնագետ եւ անպայման հարկավոր է զբաղվել ինքնակրթությամբ։ Ինչ եք դուք կարծում այս մասին։ Եվ արդյոք սա կրթության ոլորտի բաց թողումն է, թե ուղղակի լեզուն չիմանալու խնդիր է։ Իրականում ինքնակրթությամբ, ինքնազարգացմամբ ամեն դեպքում պետք է ուսանողը զբաղվի։ Դա ամեն դեպքում մենք ինքներս մեր սփյուռքահայ խորհուրդը հենց նաև այդ ամենին նպաստող կառույց է, իսկ տվյալ համակարգում բնականաբար Հայաստանում շատ դեպքում տեսական գիտելիքներ են ստանում։ Հարցս հետևյալն է. կրթության որակը ձեզ բավարարում է Հայաստանում։ Ես ինքս սովորել եմ միայն Հայաստանի Հանրապետությունում։ Այսինքն եթե ես չունեմ եվրոպական կրթության կամ ամերիկական կրթության փորձ, ես այնտեղ չեմ սովորել։ Իմ համար շատ դժվար է համեմատել, հա։ Իրականում միևնույն ժամանակ շատ լավ գիտակցում ենք շատ ուղղություններով մենք
փոքրինչ հետ ենք։ Իսկ արդյոք հայերեն դասագրքերը մատչել են, եթե դիտարկենք, որ հայերենն այս դեպքում որոշ ուսանողների համար օտար լեզու է։ Մի գլխավոր խնդիր էլ կա ոչ միայն սփյուռքահայերեն, այլ բոլորի համար։ Իրականում մենք սովորում ենք բուհերում հաճախ ոչ հայերեն լեզվով գրքերով։ Այո։ Այսինքն նախ պետք է այդ խնդիրը լուծվի, լինեն գրքեր հայերեն։ Հետո արդեն խոսենք, արդյոք այդ գրքերը մատչել են։ Իրականում կախված բուհից ես ինքս լինելով Երևանի պետական համալսարանի իրավաբանական իրավագիտության ֆակուլտետի ուսանող, այնտեղ 90%-ից ավելին հայերենով մեր դասախոսները պատրաստում էին։ Բայց ես շատ բուհեր գիտեմ, որ եթե 10 գրքով են նրանք անցնում, մեկ գիրքն է, որ հայերեն մնացածը ռուսալեզու է կամ անգլերեն է։ Գրքերի մեծամասնությունը։ Հա, իսկ դա արդեն լեզվի մասով, արդեն երբ որ նա եկավ այն երկրից, որտեղ ռուսերենը ընդհանրապես չգիտի նման լեզվի մասին, նա չի կարող այդ լեզվով սովորել։ Առաջարկում եմ մի փոքր զրուցել այն խնդիրների մասին, այն կարևոր առաջնային խնդիրները, որ ունենում են սփյուռքահայ ուսանողները Հայաստան գալով, որոնք են դրանք։ Կարող եմ նշել կարևոր հոգեբանական խնդրի մասին, որ սփյուռքահայ ուսանողը, պատկերացնենք 16 տարեկան պատանին, սփյուռքահայ, ով նաև հայրենիքի մասին երազական որոշակի պատկերացումներ ունի, գալիս է Հայաստան։ Բնականաբար Հայաստանում առնչվում է որոշակի եւ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ խնդիրների։ Նույնիսկ առօրյական խնդիրներ են, մոտ հիասթափություններ առաջանում, այստեղ հոգեբանական խնդիրներ առաջանում։ Նաև հարմարման հետ կապված լուրջ խնդիր ունի, որը մեր կառույցի նաև գլխավոր նպատակներից մեկն է, որ մենք աջակցում ենք, որպեսզի սփյուռքահայ ուսանողները ավելի արագ ինտեգրվեն Հայաստանի կյանքին։ Մենք լեզվի մասին շատ խոսեցինք, հենց լեզուն ինքը կարևոր բաղադրիչ է հարմարվելու մասով, եւ լեզվի մասով, որպես լեզու եւ բարբառային մասով բնականաբար որոշակի խնդիրներ առաջանում։ Ժամանակին սփյուռքահայ ուսանողներին մի քիչ դժվար էին ընդունում, դժվար էին ընկալում, ընդհանրապես նույնիսկ չէին հասկանում։ Այսօր իհարկե բավական իրադրությունը լավացել է։ Փոփոխություն կա։ Ուսանողների քանի տոկոսն է մտադիր մնալ Հայաստանում։ Կոնկրետ դուք Ջավախքից եք եւ դա բավականին վտանգավոր է, քանի որ Ջավախքը հայաթափվում է։ Կարելի է այսպեսի ենթադրություններ անել, որ մեր հիմնական ակտիվ ուսանողները փորձում են մնալ Հայաստանում։ Իհարկե, այստեղ նաեւ խնդիրներ առաջանում Հայաստանում մնալու առումով։ Ինձ բազմաթիվ ուսանողներ ասել են, եթե ես աշխատանք այստեղ կտա, ես անպայման մնալու եմ։ Նրանց մի հատվածը գտնում է աշխատանք մնում է, նրանց մի հատվածը չի գտնում կամ ինչ որ հարցերով չի հարմարվում, վերադառնում է։ Տոկոսային առումով չեմ ուզի կոնկրետիվ նշել, բայց բազմաթիվ ուսանողներ իրականում մնում են եւ երբ որ արդեն հարմարվում են այստեղ, ինտեգրվում են, նրանք խնդրում են իրենց ծնողներին, ծնողներն են վերադառնում։ Նման դեպքեր բազմաթիվ անգամ ես տեսել եմ իմ աչքով։ Բայց դա բավականին վտանգավոր է կոնկրետ Ջավախքի դեպքում։ Հայաթափության մասով բնականաբար փոքրիչ այլ է, հայաթափության խնդիրը բնականաբար այնտեղ կա։ Ջավախքի մասով փաստորեն ավելի շատ մեծ ձեռնդու է, այսպես ասած, եթե այստեղ սովորեն վերադառնան բնականաբար այնտեղ։ Հատկապես հայագիտական ֆակուլտետներում նաև պետպատվերները նախատեսված է պետության կողմից։ Եվ մի փոքր ներկայացրեք ուղղակի ձեր կազմակերպությունը, ինչ կարևոր խնդիրներ է լուծում եւ ինչ առաջարկներ ունեք սփյուռքահայ ուսանողների խնդիրների լուծման ուղղությամբ։ Սփյուռքահայ ուսանողների խորհրդի գլխավոր նպատակներից է իրազեկել սփյուռքահայ ուսանողների իրավունքների եւ պարտականությունների մասին, աջակցել, որ ավելի արագ ինտեգրվեն հայաստանյան կյանքին։ Գլխավոր նպատակներից է նաեւ նպաստել, որպեսզի սփյուռքահայ ուսանողը բոլոր ոլորտներով զարգանա՝ գիտական, կրթական եւ այլ ոլորտներով։ Եվ այս խնդրի նպատակների իրականացման համար մեր մոտ գործում է սպորտի հանձնաժողով, մշակույթի հանձնաժողով, գիտակրթական եւ այլ հանձնաժողովներ ունենք, ինչպես նաեւ արդեն նշեցի հոգեբանական ակումբ, բանավեճի ակումբ եւ այլն։ Այսինքն կոնկրետ նպատակների խնդիրները մենք փորձում ենք ակումբների միջոցով, նաև լեզուների ակումբի մասին նշեմ, դրա փոքրիկ այդ լեզվի խնդրի մասով կարևոր լուծում է իմ կարծիքով, ինքը փոքրիկ է բնականաբար, չի կարող մեծ մասշտաբներ գրել դեռևս։ Դա լեզուների ակումբն է, որտեղ մենք եւ դասավանդում ենք եւ անցկացնում ենք հայոց լեզվի դասընթացներ եւ ռուսաց լեզվի եւ անգլերեն։ Առաջիկայում մենք մտածում ենք եւ հայոց լեզվի եւ հայ գրականության որոշակի ակումբային դասընթացներ։ Ո՞րն է այն առաջին խնդիրը կամ առաջին մի քանի խնդիրները, որոնք անպայման պետք է լուծվեն սփյուռքահայերի Հայաստանում սովորելու հետ կապված խնդիրները լուծելու համար։ Գլխավոր խնդիրը հետեւյալն է՝ ջավախահայ ուսանողների մասով հնարավորություն պետք է ընձեռենք հատկապես խոշոր բուհերին, որպեսզի նրանք գերազանց սովորելու դեպքում օգտվեն անվճար սովորելու իրավունքից եւ մրցակցային կարգով սովորելու իրավունքից, այսինքն եւ անվճար լինելու եւ զեղչային համակարգից օգտվելու իրավունքից։ Իսկ ընդհանուր սփյուռքահայության մասով պետք է նախատեսենք, որպեսզի նրանք հավասարապես վճարեն տեղացի հայերի համեմատ։ Սա ոչ միայն ֆինանսական խնդիր, այլ նաեւ բարոյական։ Այսինքն սփյուռքահայ ուսանողը, որը Հայաստանում չի ծնվել մեծացել, մենք փոքրինչ օտարում ենք նրան, դարձնելով օտարի
եկեղեցի ուղակի, բայց նա հայ է, նա սփյուռք հայ է, ով իրավունք ունի հավասար պայմաններով սովորել տեղացի հայերի հետ, քանի որ նա հնարավորություն ունի։ Այսինքն եթե նա կարողանում է գերազանց սովորել տեղացի հայ հետ մրցակցության մեջ, իմ կարծիքով նա լիարժեք իրավունք ունի նաև լինելու համեջուր։ Այսինքն հավասար թե հոգեբանական, թե սոցիալական, թե ֆինանսական իրավիճակ ստեղծել սփյուռք հայ ուսանողների համար։ Իսկ լեզվի մասով բնականաբար այսպիսի դասընթացներն է պետք շատ ասել, բուհերի կողմից առանձնահատուկ մոտեցում է պետք դրսևորել, ինչպես նաև մենք չնշեցինք հանրակացարանների մասով խնդիրը, որը ոչ միայն սփյուռք հայ ուսանողներին է վերաբերում, այլև մարզերից եկած ուսանողներին է վերաբերվում, դրանց սակավությունը շատ լուրջ խնդիր է։ Խնդիրները շատ են եւ հուսանք, որ մեր հաջորդ հանդիպմանը դրանց մի մասը գոնե լուծված կլինեն։ Իսկ այս պահին մեր ժամանակն արդեն ավարտին է մոտենում։ Շնորհակալ ենք, որ հյուրընկալվեցիք մեր տաղավարում։ Դե ինչ ավարտվեց հարթակի հերթական թողարկումը։ Այսօր զրուցում էինք սփյուռք հայ ուսանողների կրթական խնդիրների մասին։ Ինչպես միշտ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ կրկին ժամը 13-ին հանրային ռադիոյի եթերում։ Ձեզ հետաքրքրող հարցերը կարող եք գրել Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնի Facebook-յան մեջին։ Եվ հիշեք, մենք կարևորում ենք յուրաքանչյուրի կարծիքը։ Կհանդիպենք։